Հայաստանում կան շատ լեռներ, որոնց շուրջ լեգենդներ և բանահայեցություններ են հյուսվել, բայց դրանցից մեկը յուրահատուկ ազդեցություն է թողել մեր մշակույթի վրա։ Արայի լեռ, գեղեցիկ է, այդպես չէ՞։ Այդպես են նաև անվանում Կապուտաչիա երիտասարդ թագավորին, որի անունով էլ կոչվել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագոտում գտնվող այս 2577 մետրանոց լեռը, որի ուրվագիծն էլ հիշեցնում է պարկած Արային։ Մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում ձևավորված Արա գեղեցիկի և Շամիրամի մասին ավանդազրույցը գրի է առնվել 5-րդ դարում Մովսես խանացու մշակմամբ իր հայոց պատմություն աշխատության մեջ։ Ըստ Առասպելի, հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի թագավոր է դառնում նրա որդին Արա գեղեցիկը, ով հայտնի էր իր գեղեցկությամբ, քաջությամբ և արդարությամբ։ Հեռավոր Ասորեստանի թագուհին Շամիրամը վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ցանկանում էր տեսնել նրան։ Երբ վախճանվում է Ասորեստանի թագավոր Նինոսը, Շամիրամը պատգամավորներ է ուղարկում Արա գեղեցիկի մոտ մեծ պարգևներով, Ասորեստան մեկնելու և իր հետ ամուսնանալու առաջարկով, բայց Արան մերժում է նրան, հավատարիմ մնալով իր ժողովրդին և կնոջը։ Մերժումից վիրավորված Շամիրամը պատերազմ է սկսում Հայաստանի դեմ, սակայն պատվիրում է զինվորներին, որ կենդանի պահեն Արային։ Արա գեղեցիկը իր զորքերը տեղավորել է հենց այն ստորոտում, որը հետագայում կոչվեց իր անունով։ Սակայն մարտի ժամանակ Արան զոհվում է, և Շամիրամը հրամայում է նրա դին դնել ապարանքում և խնդրում է արալեզներին, շնաձև ոգիներին, նրա վերքերը լիզեն, որպեսզի վերակենդանանա, բայց Արան չի կենդանանում։ Շամիրամը գաղտնի թաղում է Արային, իսկ թուրքներից մեկին հագցնում է նրա կերպարանքով և լուր է տարածում, թե արալեզները Արային վերակենդանացրել են։ Արայի հարության լուրը տարածելով հայոց աշխարհում, Շամիրամը խաղաղեցնում է ժողովրդի հուզմունքը, որն ուզում էր նոր պատերազմ սկսել։ Որոշ ավանդություններում Արա գեղեցիկին հիշում են որպես գարնան աստված, ով վերածնվում է գարնանը բնության հետ միասին և մահանում ձմռանը, երբ ամեն ինչ քուն է մտնում։ Արա գեղեցիկ և Շամիրամ ավանդազրույցը դարձել է գրողների, նկարիչների և կոմպոզիտորների ներշնչման աղբյուր։ Դրա վառօրինակներից է հայ ազգային պատմանեկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի 1899 թվականին ստեղծած Շամիրամը Արա գեղեցիկի դիակի մոտ կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Առասպելի հերոսներին է պատկերել նաև Գևորգ Գրիգորյանը Ջոտտոն իր Արա գեղեցիկ և Շամիրամ կտավում։ Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թեքեյանը, Գևորգ Էմինը գրել են բանաստեղծություններ։ Նայիրի Զարյանը դիցապատմական ողբերգություն, Գրիգոր Եղիազարյանը համանուն բալետ։ Առասպելի միջոցով Արայի լեռն դառնում է ոչ միայն աշխարհագրական, այլ նաև խորհրդանշական մի վայր, որի միջոցով բնությունն ու դիցաբանությունը միահյուսվում են։ Այսպիսի ավանդազրույցները ձևավորում են մեր ազգային կերպարը, փոխանցում արժեքներ։ Ուստի մենք արդի սերունդս պարտավոր ենք ոչ միայն ճանաչել, այլև պահպանել ու փոխանցել մեր տարավոր մշակութային ժառանգությունը, որպեսզի այն շարունակի ապրել և ներշնչել ապագա սերունդներին։